և նրա ողորմությունը սերնդե սերունդ իրենից երկյուղածների վրա է։ Իր բասկով զորություն ցույց տվեց, ցրեց ամբարտավաններին իրենց սրտի խորհուրդներով, զորավարներին աթոռներից իջեցրեց ու խոնարհներին բարձրացրեց, քաղցածներին բարիքներով լիացրեց ու հարուստներին դատարկ արձակեց։ Սա Աստծո ողորմության օրհներգ է, նրա ողորմությունը սերնդե սերունդ նրանց վրա է, ովքեր երկյուղում են նրանից։ Սա նշանակում է Աստծո ողորմությունը պահի համար չէ միայն, մի սերնդի համար չէ, մեկ ժողովրդի համար չէ, այն շարունակական է, որը երբեք չի սպառվում։ Աստված ցույց է տալիս, թե ինչպես է գործում իր ողորմությունը։ Նա ցրում է ամբարտավաններին, նրանց, ովքեր վստահում են իրենց ուժին։ Նա իջեցնում է զորավորներին աթոռներից, նրանց, ովքեր իշխանությունն իրենց Աստվածն են դարձրել։ Նա բարձրացնում է խոնարհներին, նրանց, ովքեր ոչինչ չունեն բացի Աստծուց։ Նա քաղցածներին բարիքներով է լցնում, նրանց, ովքեր գիտեն իրենց կարիքը, իսկ նրանց, ովքեր իրենց լի են համարում, դատարկ է արձակում։ Սա շրջված թագավորություն է, այստեղ հպարտը չի բարձրացվում, այլ խոնարհը, այստեղ քաղցածն է, որ լցվում է բարիքներով։ Եվ հենց այս ողորմությունն է մարմին առնում Հիսուսի ծնունդով։ Քրիստոսի գալուստը նշանակում է, որ Աստծո ողորմությունը իջել է երկնքից և մեր մեջ է։ Եթե այսօր քեզ փոքր ես զգում, եթե դատարկ ես, եթե հոգով քաղցած ես, այս խոսքը քեզ համար է։ Աստծո ողորմությունը հենց քեզ է որոնում։ Այսօր խոնարհվիր Տիրոջ առաջ, որպեսզի նրա ողորմությունը լիացնի քեզ։ Ողորմած Հայր, խոնարհեցրու իմ սիրտը, որպեսզի լիանամ քո